Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր։ Աստվածաշնչի բացահայտումները YouTube-յան ալիքում հանդիպում լսարանիս հետ հաղորդաշարն է։ Մենք ժամանակ առ ժամանակ, հատկապես շաբաթ օրերին, նման հանդիպումներ ենք կազմակերպում մեր ունկնդիրների հետ։ Ընթացքում լինում են մեր քարոզների ժամանակ ուղիղ եթերներում, ընթացքում լինում են հարցեր։ Այդ հարցերին քարոզների ընթացքում մենք ի վիճակի չենք լինում պատասխանել, որովհետև քարոզում ենք։ Հիմա հնարավորություն ունենք ուղղակի կիսվելու նաև մեր խորհրդածություններն ունենալու Աստծո խոսքի շրջանակում, եւ ես կուզեի, որ իմ ունկնդիրները ակտիվ լինեին, եւ ես մեր հանդիպումների այս ուղիղ եթերի ժամանակ նաև ես ողջունում եմ մեր Facebook-յան ընկերներին, որովհետև մենք հիմա նաև Facebook-ում ենք ուղիղ եթերում, եւ մեծ սիրով պատրաստ եմ Աստծո խոսքի շուրջ որոշակի ձեր հետ միասին խնդիրներ արտարծել եւ այդ խնդիրների լուծումները փորձենք միասին գտնել։ Այս կուզեի սկզբում լսել թե մեր Facebook-յան ընկերներից եւ թե Աստվածաշնչի բացահայտումները մեր բաժանորդներից, ուզում եմ լսել որոշակիորեն հարցեր։ Ես ուզում եմ հասկանալ գրառումը ինչի մասին է, մայրենեքույր, գուցե այնտեղ ինչ-որ տառի վրիպում կա, հասկանում եմ, որ ողջունում եք բոլորդ էլին, ես էլ ձեզ բոլորիդ ողջունում եմ։ Մինչև իմ սրտում եղած խոսքը ձեր հետ կիսվելը, կամ ընթացքում, երբ որ ես խոսքի վերաբերյալ որոշակիորեն Աստծո խոսքից էլ կներկայացնեմ, ընթացքից էլ ես կփորձեմ նաև լսել ձեզ, այնպես որ ազատ եղեք եւ ձեր հոգևոր հարցերը կամ խնդիրները, որոնց մասին կուզեիք, որ լուսաբանում լիներ Աստծո խոսքից, ուղղեք մեզ ձեր հարցերը կամ թեկուզ վկայություններ ունենաք եւ կամ ինչ որ շնորհք, որը կարող է բոլորին օգտակար լինի փոխանցել միմյանց։ Մենք ապրում ենք շատ անհանգիստ ժամանակներում, անգամ եղանակը շատ սարսափելի անհանգիստ է, ամպրոպ, կարկուտ, բազմաթիվ տեղերում հենց այս ժամին արդեն իսկ կան որոշակի լուրեր, որ հանրապետությունում բավականին իսկապես եղանակային անբարենպաստ պայմաններ են եւ չի էլ բացառվում, որ ամպրոպների ժամանակ հաճախակի հոսանքազրկումներ լինեն։ Այնուամենայնիվ հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի եւ այսպես անցնենք առաջ։ Այս օրերին ես խորհրդածում եմ մի կարևոր հարցի շուրջ։ Հավատացյալները առհասարակ, որ իրենք որպես աստվածապաշտներ բծախնդրորեն հետևում են իրենց հոգևոր ընթացքի մեջ, իրենց հոգևոր աճին, երբևէ ուշադրություն դարձնում են Տիրոջ այս խոսքերին, որ 6-րդ գլխում Հովանու ավետարանի գրված է, այսպես է ասում Տերը, երբ որ ինքը խոսեց շատ խրթին բաների մասին, շատերի համար իհարկե շատ անհասկանալի էր, որովհետև մի դեպքում Տերն ասում էր, ես երկնքից իջած հացն եմ, մյուս դեպքում ասում էր, որ եթե իմ մարմինը չուտեք եւ իմ արյունը չխմեք, ձեր մեջ կյանք չունեք։ Եվ այսպես փաստորեն պարզ հասարակ մահկանացուն չէր կարողանում հասկանալ Հիսուս Քրիստոսին։ Շատ լավ հարց եք տալիս, ես խոստացա, որ կընդհատեմ իմ խոսքը եւ այնուամենայնիվ կանցնեմ ձեր հարցերի պատասխանելուն, ժամանակը խնայելով։ Ինձ հարց է ուղղված եւ շատ հրաշալի իսկապես Աստծուն սիրող յուրաքանչյուր անձի համար այս հարցը շատ կարևոր կհնչի, ես հիմա բարձրաձայն եմ, կամ եղբայր բարև ձեզ, այն եկեղեցիներից տարբեր անուններով, որ կան, ինչպես եք կարծում կմիաբանվեն Աստծո խոսքի շուրջ այս նեղ օրերում։
Պատասխանս միանշանակ մեկը պետք է լինի, որպեսզի այդ եկեղեցիները միաբանվեն, Աստծո հրաշքն է պետք։ Ես ելի եմ կրկնում, երբեք այդ միաբանությունը չի կարող երկրի ծագում ունենալ, այդ միաբանությունը երկնքից պիտի լինի։ Իհարկե կան համապատասխան եկեղեցական միաբանություն, հարանվանություններ, այդ միաբանությունները մարդիկ են, եկեղեցիներ են, սպասավորներ են, որ համաձայնության են եկել ինչ-որ հարցերի շուրջ և իրենց այդպես համակարգված դավանաբանական համակարգն են իրենք մշակել և այդ կետերի շուրջ համաձայնության գալով միաբանվել են։ Մեկ ուրիշները միաբանվել են մեկ ուրիշ սկզբունքի տակ։ Խոշոր հաշվով եթե ասենք Հայաստանում ավետարանական թևը ներկայացնող մկրտական, բապտիստական, հարանվանական միաբանություն կա, գոյություն ունի նաև ամբողջավետարանական միաբանություն, այսպես կոչված, ես ընդհանրապես պիտի ասեմ, որ սա ընդհանրապես արևմուտքից թարգմանված այդպես անվանում է Full Gospel անունով, որ Assembly of God-ը արևմուտքում այդպիսի հարանվանություն ստեղծեց, նույնը թարգմանել են և այստեղ էլ հոգեգաստական եկեղեցիներ մի որոշ խմբեր միաբանվել են իրար հետ և ստեղծել են միաբանություն։ Սրա կողքին կա նաև խարիզմատ դասական շարժումը ներկայացնող կյանքի խոսքի եկեղեցին և նաև պահպանողական, հիսունական, հոգեգաստական եկեղեցին։ Խոշոր հաշվով 4 այդպես միաբանություններ կան։ Եվ եթե ուզում եք իմանաք, սրանք երբեք չեն միաբանվի իրար։ Երբեք, ինչքան էլ նեղ վիճակ մեր երկրում լինի, իսկ սա դեռ նեղություն անվանելը այդքան էլ ճիշտ չի, մոտ ժամանակներս իհարկե շատ ավելի դժվարություններ արդեն կգան, և մարդկային առումով երբեք իրենք չեն միաբանվի, որովհետև շարժառիթները միաբանություններ ստեղծելու և առհասարակ իրենց պաշտամունքային համակարգերը և ինչու չէ նաև վարդապետությունները այնքան համոզիչ են յուրաքանչյուրի համար, որի հիմքում ընկած է մյուսների հետ չխառնվելը։ Բայց ես ելի եմ կրկնում, Աստծո մոտահնարին ոչինչ չկա, և միայն Աստծո մատը կարող է, Աստծո հրաշքը կարող է միաբանել այս մեր երկրում ընդհանրապես ավետարանական կամ ինչպես աշխարհիկներն են սովորաբար անվանում բողոքական թևը ներկայացնող եկեղեցիներին։ Սա է ընդհանուր իմ պատասխանը, որքան էլ մենք ցանկանանք այդ միաբանությունը որ տեղի ունենա, դա հնարավոր չէ, որ նստեն մի կլոր սեղանի շուրջ մի գեղեցիկ օր հայտարարեն, որ բոլորը միաբան են։ Դա անհնար բան է։ Ես չբացեմ նաև փակակ ձեր, թեպետ մի փոքր պիտի ակնարկեմ, որովհետև այդ միաբանություններն ու եկեղեցիները համաշխարհային հոգեգալստական շարժման կամ ավետարանական շարժման քույր եկեղեցիները հանդիսանալով որոշակիորեն տարբեր առումներով կապերի մեջ են իրար հետ և ունեն միմյանց նկատմամբ պարտավորություններ։ Եվ այդ պարտավորությունները իրենց թույլ չեն տա, որ Հայաստանում, այս լոկալ Հայաստանում միաբանվեն։ Ես ելի եմ կրկնում, այնտեղ շատ խնդիրներ կան։ Օրինակի համար դրսից գալիս են, օգնում են, գետին են առնում, հող են առնում, ժողովարան են շինում և այլն, դրանք հենց այնպես չեն։ Այս եկեղեցիներն էլ այնտեղի համար, ովքեր որ իրենց որոշակիորեն ձեռք են մեկնում, իրենք էլ պարտավորություններ են կրում։ Եվ ահա այսպիսի փոխադարձ պարտավորությունները երբեք ու երբեք թույլ չեն տա, որ մյուս ոչ իրենց հարանվանական դոգմատիկ ընկալումներն ունեցող եկեղեցիների հետ իրենք ունենան ինչ-որ միաբանություն։ Չգիտեմ, բավարարեց իմ պատասխանը ձեզ թե չէ, սա է իմ այսօրվա մոտեցումը, կարծիքը առհասարակ ավետարանական թևի եկեղեցիների միաբանության առումով։ Պիտի մի բան էլ ասեմ, որ որոշները գտնում են, որ դրա անհրաժեշտությունն էլ չկա։ Ինչի համար միաբանվեն, ամեն մեկը գործում է, ինքն իր դաշտն ունի, ինքն իր ոլորտն ունի, ոչ մեկը մեկին չի խանգարում և դա էլ իբրև թե Աստված ընդունում է։
Բայց եկեք այնուամենայնիվ ճշմարիտ լինելու համար մենք այնուամենայնիվ ասենք, որ Հայաստանում մեկ հոգեգաստական եկեղեցի է եղել, երբ որ 60-ական թվականներին ձևավորվեց, ժամանակի ընթացքում այս հոգեգաստական եկեղեցին օրինապաշտ լինելով, ստանալով բոլոր վարդապետական այդպես ուսուցումները Ռուսաստանի եղբայրներից, խիստ օրենքների այդպես շրջանակների մեջ փորձելով պահել եկեղեցին, սա ստիպեց, որ մի մասը չդիմանալով այդ օրինապաշտությանը իրենք իբրև թե դուրս գային այդ համայնքներից, այդ եկեղեցիներից եւ կազմեին իրենց նոր եկեղեցիներ, ինչպես որ այսօր շատ խմբեր ենք տեսնում։ Մի մասն էլ իբրև թե պատճառաբանեց, որ եկեղեցիներում ոչ առողջ վիճակ է տիրում կամ գայթակղվեցին հովիվներից եւ այլն, եւ իբրև թե իրենք սուրբ լինելու, կատարյալ լինելու համար է, որ առանձնանում են։ Ես պիտի ասեմ, որ թե մեկը, թե մյուսը արդարացված չի բաժանման համար, որովհետև այդ բաժանումների հիմքում ավելի սուրբ ու կատարյալ լինելը չէ։ Մենք այսօր տեսնում ենք, որ աշխարհի բոլոր էլեմենտները այդ եկեղեցիների մեջ գոյություն ունեն, այսինքն աշխարհիկ հավատացյալներ են դարձել, մեծամասամբ նրանք, ովքեր որ առանձնացել են թեկուզ պահպանողական համարվող նախկին եկեղեցուց։ Այնպես որ այստեղ խնդիրը սա չէ, թե որ եկեղեցին ինչպես է հարմար գտնում Աստծուն երկրպագելու։ Խնդիրը սա է, թե որ եկեղեցում կամ որ խմբում, որ հավատացյալների շրջանակում է, որ Աստծո Սուրբ Հոգին ներգործելով, մարդկանց Աստծո երկյուղի մեջ տանելով ավելի սուրբ ու կատարյալ է դարձնում։ Եվ այսօր ես հենց այս թեմայով մի փոքր, որ սրա հետ էլ առնչվում է, պիտի խոսեմ հենց այդ մասին։ Հովանու 6-րդ գլխում, երբ որ կրկնում եմ, Տեր Հիսուս Քրիստոսը ինքը ինձ մի հատ արձագանքեք Facebook-ում, ձայնս լսվում է Facebook-ում։ Մի փոքր գրառում արեք, որ ես իմանամ, եթե ձայնս լսվում է, շարունակեմ։ Ուրեմն Տեր Հիսուսը շատ խրթին էր խոսում եւ ասեցին խիստ է այդ խոսքը, ով կարող է լսել Հիսուսին, այդպես ասեցին անգամ նրա աշակերտները, բայց երբ որ Հիսուսը գիտած իր անձումը, թե իր աշակերտները տրտնջում էին, դրա համար նրանց ասեց. դա գայթակղեցնում է ձեզ։ Այո, հնարավոր է Տեր Հիսուսի խոսքերի ոչ ամբողջ այդպես բագաժը հավատացյալներին հաճելի լինի։ Եվ ես պիտի ասեմ, որ շատ հավատացյալներ ավետարանին նայում են ընտրողաբար։ Այն բոլորը, ինչ որ իրենց հարազատ է, իրենց ընկալմանը, իրենց մենտալիտետին, իրենց կենցաղվարությանը հարազատ է, ընդունում են։ Բայց այն հատվածները, որոնք մի քիչ ավելի խնդիրների առջև են կանգնեցնում հավատացյալներին, դրանք չեն էլ ուզում լսեն այսօր։ Եվ ես ուզում եմ հիմա նշել ձեզ հետևյալը, եւ խնդրում եմ ուշադիր լսեք։ Մենք կարդում ենք Տեր Հիսուսն ասում է. Հոգին է կենթանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չէ տալիս։ Այն բանը, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է եւ կյանք է։ Այսպիսով Տերը հրճակում է մի պարզ ճշմարտություն, հոգին է ապրեցնողը կամ կենթանացնողը։ Մարմինը ոչինչ օգուտ չէ տալիս։ Ինչով է հավատացյալը տարբերվում աշխարհի մարդուց։ Նախ մենք պիտի իմանանք մի կարևոր բան, որ մարդը մինչև ապաշխարելը իր հոգին, շունչը եւ մարմինը ամբողջովին ապականված է։ Ամբողջովին ապականված է եւ այդպիսի անձնավորությունը չի կարող ուղղակիորեն Աստծուն հաճելի կյանքով ապրել։ Եվ ինքը Տեր Հիսուսը Նիկոդեմոսին երբ որ ասեց մարդ պետքա վերստին ծնվել, եւ հետո բացահայտեց, որ եթե մեկը հոգուց եւ ջրից չծնվի, Աստծո արքայությունը չի տեսնի կամ չի մտնի, Հովանու 6-րդ գլխում Տեր Հիսուսը ասեց նաեւ այն մասին, որ այն խոսքերը, որ ինքը խոսեց, հոգի եւ կյանք են։ Եվ այսպես Աստծո խոսքը մեկ ուրիշ տեղում առաքյալն ասում է, որ վերստին ծնվեցին ավազանի ջրովը, այլ կերպ Աստծո խոսքովը։
ավազանի ջրովը, այսինքն Աստծո խոսքովը։ Հիմա Հիսուս Քրիստոսն այստեղ 6-րդ գլխում Հովանու ավետարանի ասում է, որ ինքն է երկնքից իջած հացը։ Եվ մենք կարդում ենք ավետարանի մեջ, որ շատ պարզ Հովանեսը նաև ասում է, սկզբումն էր բանը, եւ բանը Աստծո մոտ էր, եւ բանը Աստված էր։ Եվ այսպես Աստծո խոսքը բանը մարմին հանգավ եւ եկավ աշխարհ։ Հիմա Տեր Հիսուսը ուզում էր ասել, որ երկնքից իջած հացը դա Աստծո բանը, Աստծո խոսքն է։ Եվ ով որ այդ խոսքը ինքը ուտի, այդ հացը ով որ ուտի, նա ինքը կյանք կունենա։ Եվ հետո երբ որ այդ խոսքը, որ մարմին է դարձել եւ ինքն ասում է, որ իր մարմինը ուտողը, իր արյունը խմողը կյանք պիտի ունենա հավիտենական, երբ որ այս խրտին խոսքից հետո շատ աշակերտներ թողնում հեռանում են, անմիջապես Հիսուսն ասում է այն խոսքերը, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի եւ կյանք են։ Այսպիսով շատ պարզ հասկանալի է լինում, որ մարդն իր մեջ կարող է միայն մի դեպքում կյանք ունենալ, եթե ունի Աստծո խոսքը, որը հոգի եւ կյանք է։ Հիմա շատ պարզ բաներ եմ ասում եւ կարծես հասկանալի է ձեզ, բայց մի քիչ հետո, որ ես հիմա մի փոքր ավելի մեկնեմ, դուք կտեսնեք ինչքան լուրջ է հարցը։ Երբեք ու երբեք Տեր Հիսուսը չասեց, որ մեկ անգամ պետք է ուտել այդ հացը եւ վերջ։ Երբեք ու երբեք սա չի նշանակում, որ եթե ես լսեցի հավատքի խոսքը, քարոզը, վկայությունը, այդ խոսքն ընկավ իմ սիրտը եւ այդ սերմը ընկավ իմ սիրտը, ինչպես Սևնացանի առակի մեջ ենք լսում, եւ ինձ վերստին ծնունդ տվեց, եւ ես նոր մարդ դարձա, եւ առաքյալը դա անվանում է ներսի մարդ, եւ սկսեցի ավելի հավանել ու հաճենալ Աստծուն, եւ Աստված նաեւ ինձ Սուրբ Հոգով մկրտեց, այո, ես ունեցա իմ մեջ Աստծո խոսք, ես ունեմ իմ մեջ Սուրբ Հոգին, սակայն սա չի նշանակում, որ իմ դարձի ապաշխարության, վերստին ծննդի եւ Սուրբ Հոգով մկրտվելու այդ պահից հետո ես կարիք չունեմ Աստծո խոսքի, ես կարիք չունեմ այլևս Սուրբ Հոգու։ Դժբախտաբար բազմաթիվ հավատացյալներ կան, որոնք Աստծո խոսք չունեն իրենց մեջ։ Բազմաթիվ հավատացյալներ կան, որ թեպետ լեզուներով խոսում են, բայց Սուրբ Հոգով լեցված չեն։ Հետևաբար, թեպետ դու մի ժամանակ այդ խոսքը ունեիր եւ անգամ Սուրբ Հոգով էլ լցված էիր մի ժամանակ, հետամուտ չլինելով, որ շարունակաբար այդ խոսքը քեզ համար կերակուր լինի, որովհետև եթե այդ խոսքը դու ամեն օր ես ուտում, ինչպես իսրայելացին մանանան էր հավաքում, ամեն օր էր հավաքում, եւ եթե դու Սուրբ Հոգով էլ չես լցվում աղոթքներիդ մեջ, այստեղ ասում է հոգին է կենթանարարը, կենթանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չէ տալիս։ Հետևաբար դու կարող ես երկրի վրա ապրես, մի մարմնավոր կյանք ինքդ էլ չհասկանաս, որ թեպետ Սուրբ Հոգին ունես ու Աստծո խոսքն էլ ժամանակին ընդունել ես, այսօր դու ցամաք ես եւ դու չես ապրում։ Դրա համար Բուդդան իր թղթում ինքը ասում է այդպիսի խոսքեր եւ սա շատ տեղին է։ Երկու անգամ մեռած։ Հավատացյալներ կան, որ իսկապես Բուդդան նկարագրում է, որ ձեր խնջույքներում նրանք ովքեր են, պտղակորույս են, քամուց քշված։ Ես ուզում եմ, որպեսզի մի հատ ուշադրություն դարձնենք Բուդդան ինչքան մանրամասնորեն է սա ներկայացնում։ Սրանք ասում են տրտնջողներ, փսփսողներ են, որ իրանց անձերի ցանկությունների պես են գնում եւ նրանց բերանը ամբարտավան բաներ է խոսում։ Երեսպաշտություն են անում շահի համար, բայց դուք սենը հիշեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալներից առաջուց ասված խոսքերը, որովհետև ասում եմ ձեզ, թե վերջի ժամանակներում ծաղր անող մարդիկ կլինին, որ իրանց ամբարիշտ ցանկությունների ետևից կգնան։ Եվ այսպես մենք տեսնում ենք, որ սրանք են, որ ջոկում հեռացնում են իրանց շնչավորներ, որ հոգին չունին։ Ուշադրություն,
այս անձիկ շնչավորներ են, որ հոգին չունեն։ Բայց ինչպես հոգին չունեն։ Չէ որ նրանք Սուրբ Հոգով մկրտված են, իհարկե Սուրբ Հոգով մկրտված են, բայց նրանք ապրում են որպես թե Սուրբ Հոգին իրանց մեջ չի, որովհետև իրանց կյանքը Աստծո Սուրբ Հոգու հսկողության տակ չի մտել, եւ նրանք Աստծո երկյուղը չունեն իրենց վրա, եւ Աստծո Հոգին իրենց խշմտանքների վրա չի ներգործում, Աստծո Հոգին չի առաջնորդում, չի սովորեցնում, մեղքի գիտակցման չի բերում իրենց։ Հետևաբար այս անձանց կարելի ասել, որ հոգին չունեն։ Եվ որքան շատ են այսօր մեր շրջապատում, լինեն հոգեգաստականներ, լինեն խարիզմատներ, լինեն, ասենք, ամբողջ ավետարանականներ, որոնք ուշադիր չեն, հոգին է կենդանացնողը։ Աստծո Սուրբ Հոգու ներգործությունը, եթե անձի կյանքում չկա, այսպիսի անձնավորությանը ինքը շատ պարզ Հուդան ասում է, որ սրանք գայթակղության ժայռեր են ձեր սերի խնջուկներում, որ աներկյուղ միասին ուտել խմելիս իրանց անձերն են արածեցնում, անջուր ամպեր են քամիներից տատանված, պտղակորույս, անպտուղ ծառեր, երկու անգամ մեռած արմատախիլ եղած, ծովու կատաղած ալիքներ, որ իրանց անձերի ամոթն են փրփրեցնում, մոլար աստղեր, որոնց պահվում է հավիտյան խավարի մութը։ Սերի խնջույքներում, ովքեր են, հավատացյալ եղբայրներ, քույրեր, իրանք ոչ մի պրոբլեմ չունեն, իրենք կարող են աշխարհիկների նման լինել նաև ամենատարբեր փաբերում, նույնիսկ հարբեցողությամբ էլ զբաղվել եւ այլն կամ խմել, ինչը որ ոչ մի խնդիր չունեն իրենք եւ աշխարհում են եւ միաժամանակ եկեղեցում են։ Սեներ, վերջը Աստծո խոսքն ասում է, նրանք ովքեր որ Աստծո հոգով են վարվում, նրանք են Աստծո որդիները։ Շատ պարզ ագրված։ Ուզում եք հավանեք, ուզում եք մի հավանեք։ Գնացեք ու խորհեք ձեր անձերի շուրջ, ամեն մեկը թող խորհի։ Արդյոք Աստծո հոգին իր կյանքի ղեկը վերցրել է իր ձեռքը։ Նրանք ովքեր Աստծո հոգով են վարվում, եթե մենք ի վիճակի լինեինք միայնակ, ինքնուրույն, վերստին ծնվեցինք, հասկանալի է, առանց Պենտեկոստեի, առանց Սուրբ Հոգու լեցունության, ապրելու Աստծո ուզած Սուրբ կյանքը, ապա Աստված իր Սուրբ Հոգին մեր մեջ չէր բերի։ Բայց հենց Սուրբ Հոգու մեր մեջ գալու նպատակը մեկն է եղել, որ ինչպես Պողոս առաքյալն ասում է, ոչ թե ես եմ ապրում, այլ Քրիստոսի մեջ։ Հիմա ես ուզում եմ հարց տալ, եթե մեկի մեջ Քրիստոսն է ապրում, եթե մեկը հասկանում է, որ իր Սուրբ Հոգով մկրտված լինելը ապացույցն է, որ Սուրբ Հոգին իր մեջ է, եւ ինքը հագնվում է աշխարհի պես, եւ ձեռքերը վեր պարզած ինքը պարա գալիս ամենաանպարկեշտ պարերով եւ այլն եւ այլն։ Քրիստոսը իր մեջ փառավորվում։ Ինքը հասկանում է Քրիստոս ունի իր մեջ թե չունի։ Երբևէ ինքը մտածում է, որ եկել է Քրիստոս իր մեջ ապրում է, որքան է հաղորդ այդ Քրիստոսի հետ։ Եվ առաքյալն ասում է, եթե ես մարդկանց հաճեցնեի, Աստծուն չէի հաճեցնի։ Եվ հիմա ես եմ ուզում հաճելի լինել։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է այդ մասին, որ ինքը չի ապրում, այլ իր մեջ Քրիստոս է ապրում։ Իսկ Քրիստոս երբ որ մեկի մեջ ապրում է, այդ անձնավորությունը հասարակության մեջ տարբերվում է։ Ամբարիշտ աշխարհի մեջ ինքը տարբերվում է։ Իր խոսքով, իր կենցաղվարությամբ, ամեն պարագայում։ Եվ այսօր իմ ուշադրությունը սրա վրա եմ դարձրել եւ ձեզ էլ ուղղում եմ, հոգին է կենդանացնողը։ Մարմինը ոչ մի օգուտ չունի։ Հուդան ասում է շնչավորներ, որ հոգին չունեն։ Ինչու չունեն հոգին, ինչի հոգին չի աշխատում իրանց մեջ, որովհետև շնչին են տեղ տվել ու իրանց մարմնին։ Եվ այս մոլորված վիճակում հնարավոր է մարդը իր ամբողջ կյանքն անցկացնի, հույս փայփայելով, թե Տիրոջ մոտ է լինելու ինքը։ Բայց ես էլի եմ կրկնում, ամեն առավոտ արթնանալիս, ամենօրյա առօրյա կյանքիդ մեջ, եթե հոգու ներգործությունը չկա, դու մեռած ես։ Դու մեռած ես։
դու մեռած ես։ Հոգին է կենթանացնողը, մարմինը օգուտ չունի, եթե քո մարմինը սովորական ինչ-որ մի հատ ֆիզիոլոգիական կառուցվածք այսօր ապրում է երկրի վրա, դու մի շփոթի ու մի հնարավոր է շատ գերազանց մարմնավոր տվյալներ էլ ունենաս, առողջ էլ լինես։ Բայց եթե քո մեջ հոգին տրտմած է, եթե քո մեջ հոգին մարած է, ինչպես գրված է, մի մարեք Սուրբ Հոգին։ Եթե դու Աստծո հոգու հետ ներդաշնակ, հոգևոր, երջանիկ հաղորդակցություն չես ապրում, դու մեռած ես։ Դու մեռած ես, դա կապ չունի, թե դու քանի տարի ես հավատքի մեջ։ Ես շարունակաբար ես վերջերս դրա վրա շատ եմ ցավում իմ եղբայրներին, քույրերին, տասնյակ տարիների հավատքի մեջ ապրող մարդկանց այնքան անլրջությունների մեջ եմ տեսնում, որ մնում եմ ապշած, ասում եմ, ես մարդիկ մեղքի գիտակցություն չունեն այլևս։ Իրենք առանց վախենալու խոսում են բաներ, աշխարհիկ անեկդոտներ, չգիտեմ, ծաղրուցանակ եւ այլն, մոռացել են Աստծո խոսքը իրանց ինչ կարգավիճակի առջև դրել եւ ինչ հաշիվ է պահանջելու իրանցից։ Եվ դրա համար սիրներ լրջանալու պահն է։ Իսկապես լրջանալու պահն է, որովհետեւ երբ որ գա այն ավելի փորձվելու շրջանը, ինչ ես դու դեմ դնելու դրան։ Կարողանալու ես քո անձը տուրացած այսօր արդեն հավատքով ընդունած, որ կա քո առջև մեկ օր, որ դու պետք է կանոնես քննության առաջ եւ քո դավանությունը պետք է կատարյալ լինի։ Եվ ինչպես Տեր Հիսուսն ասեց, այս աշխարհի իշխանը գալիս է, իմ դեմ բան չունի։ Կարող ես արդյոք այդ օրվա մեջ դու էլ ասել, որ քո դեմ ոչինչ չունի։ Թե հակառակորդը պիտի ասի, ոնց ուզել եմ խաբել եմ, ոնց ուզել եմ իմ կամքն եմ թելադրել, ինքնարել է մարմնի շնչի կամքը, թույլ չեմ տվել քո հոգու ձայնը լսի, վերջ, այս անձը իմն է, ոչ թե քոնն է։ Եվ դրա համար սիրելիներ, այսօր շատ կարևոր է մի հատ այս համարը մենք ոչ թե մենակ մի պահ, մեր դարձի պահի համար միայն լսենք, հոգին է կենթանացնողը, հոգին է կենթանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չէ տալիս։ Այժմ ես թեմայի շուրջ ուզում եմ խորհրդացենք, մինչև որ մի փոքր էլ հատված ունեմ ձեզ ներկայացնեմ, թե ով է հոգու մարդը, ով է հոգևոր մարդը։ Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ հոգևոր մարդու քիմքը զանազանում է բարին ու չարը, կատնակերը չի կարող։ Եվ ես կուզեմ Սուրբ Գրքից ներկայացնել հստակ մի, այդպես չասեմ մեթոդ, այլ չափորոշիչ, որը չի փոխվել զարմանալիորեն դեռևս հին ժամանակներից, հին կտականից նայում ենք, նույնիսկ նոր կտակարանում էլ նայում ենք, Աստծո չափորոշիչը չի փոխվել, ում է նա սիրում, ում հետ նա գործ ունի, ով է իրեն հաճելի։ Աստծո խոսքը հստակ տալիս է այդ չափորոշիչները, եւ ինչպես է Աստված գործում եւ ում հետ է Աստված ուզում գործել։ Միջև դրան անդրադառնալը ես ուզում եմ նաեւ այս իմ ասացի վերաբերյալ ձեր խորհրդածությունները լսել։ Երբևէ ուշադրություն դարձրել եք, որ դուք Սուրբ Հոգով մկրտվածներ եք, այս համարը, որ ասում է հոգին է կենթանացնողը, հոգու ձեր մեջ ապրելու, ձեր էության, հոգու զգայարաններով, նրան զգալու, վայելելու, նրան լսելու, նրա խրատը, հանդիմանությունը, հորդորը, ուրախությունը, բերկրանքը վայելելու ներքին, այդ անձնավորությունը Աստծո, որ քո մեջ է, դու նրա հետ ունես կապ, եթե ունես կապ, ապա դու կենդանի ես, դու ապրում ես։ Եթե ոչ, ապա Աստծո խոսքն ասում է, որ դու հոգին չունես, այսինքն հոգին չի գործում, նրանք են Աստծո որդիները, որ Աստծո հոգովն են վարվում։ Սա օդի միջի խոսքեր չի։ Սա գեղեցիկ խոսքեր չի, օրինակ, երբ որ ես սա շարունակ եմ ասում, երբ որ օրինակ բեմերից եղբայրները լավ են անում, թող կարոզեն ու միշտ ասեն, ժողովուրդ Սուրբ Հոգու ձայնը լսեք։ Դուք անընդհատ բեմերից դա լսում եք, քարոզիչներն ասում են Սուրբ Հոգու ձայնը լսեք։ Լսողը նստած, ես կարծում եմ մեծամասամբ անկեղծ չեն, գիտեք։
Ես էլ չեմ տեսել մի անձնավորություն, որ այդ պաշտամունքից հետո մոտենա եղբորը եւ ասի. Եղբայր, իսկ ո՞նց է ըլնում Աստծո հոգուն լսելը, դու լսում ես Աստծո հոգուն, ինձ կարող ես սովորեցնել ինչպես լսել Աստծո հոգուն, չեն հարցնում դա, որովհետև իրանք եկել են մենակ լսելու ու գնալու, եւ եթե հարցնես ինչ քարոզվեց մի 2 ժամ հետո պաշտամունքից հետո գուցե ոչինչ էլ չասեն, սիրեներ, մենք Աստծո առջև ենք, մեր կյանքի ժամերը, վայրկյաններն անցնում են, եկենք իմաստունի պես անցկացնենք մեր օրերը, եւ հենց այնպես ուղղակի սովորութային դոգմատիկ պաշտամունքների մենք չմատնենք մեր անձերը ու խաբվենք վերջում, կա հոգևոր ճշմարիտ կենդանի Աստծո հետ հաղորդակցվելու կյանք, դա կա, բայց ինչու չի ձգտում մարդը, որովհետև նրան բավարարում է կրոնը, նրան բավարարում է աստվածաշնչյան ճշմարտություններ լսելը, բայց երբեք չգնալ դրա մեջ, միտք չառնել ու չապրել ու չշտկել իր կյանքը Աստծո ուզած ձևով։ Եվ այսպես հոգին է կենդանացնողը։ Իմ կոչն է, որպեսզի դու Սուրբ Հոգով լցվես։ Իսկ թե ինչպես պիտի լցվես, քեզ պետք է դուրս գալ անապատ։ Քեզ պետք է դուրս գալ անապատ։ Ինչ ասել է դուրս գալ անապատ։ Եվ ես այստեղ պատրաստվում եմ ձեզ ներկայացնել, որ Աստված անապատում է մարդուն հանդիպում։ Երբ ես ասում եմ Աստված անապատում է մարդուն հանդիպում, ես նկատի ունեմ այն խոսքը, որ Տեր Հիսուսն ասեց. եկեք ինձի բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ։ Ես Facebook-ում տեղադրեցի Ավետիք Իսահակյանի Աբուլալա Մահարին։ Իսահակյան ինքը շատ աստվածավախ մարդ է եղել։ Ինքը արդեն մահվան մահճում, վերջի շնչում, երբ որ մոտենում են իրան, ասում են դու հավատում ես Աստծուն։ Իսահակյանն ասում է ինչպես կարելի է չհավատալ Աստծուն։ Եվ այնտեղ շատ գեղեցիկ մի այդպես քարատողի նման միտք է արտահայտում նաև թղթակիցը թերթում հետո գրեց, ես կարդացել եմ դա, ասում է վարպետը արդեն ինքն իր հետ չէր, այսինքն խելքը գցել էր։ Խելքը գցել էր, որ իբրև Աստծուն էր հավատում։ Իսկ Աբուլալա Մահարին ամբողջ ունայնությունը հասկացած մարդու մասին է։ Եվ քարավանը Աբուլալայի աղբյուրի նման մեմ կարկաչելով մի գիշեր դուրս է գալիս Բաղդադից, քաղաքից, լքում է քաղաքը։ Եվ ինքը գնում է հեռու, ինչ է իր որոնում է, դեպի աստղերը, դեպի երկինքը։ Սա ունայնությունը հասկացած մարդու հոգեբանությունն է։ Ձեզ իջեցրել են երկրի վրա, ձեր ներքին մղումները, որ պետք է երկինքը լիներ, շատ հարանվանություններ իջեցրել են երկրի վրա։ Եվ դուք խաբված ապրում եք մի հատ ինչ-որ միջավայրերում, որտեղ ձեր հոգիները երկնքի հետ այդպես էլ անհաղորդ են։ Ինչու՞։ Որովհետև դուք բազմությունների մեջ եք։ Դուք միայնակ չեք կարող ապրել։ Երբ մենք կարդում ենք, թե Աստված ինչպես է գործում, մենք կարդում ենք Գործք առաքելոց 7-րդ գլխի 23-րդ խոսքից, որտեղ խոսք է գնում նրա մասին, որ ինքը Մովսեսը, երբ որ տեսավ, որ նրանցից մեկը զրկված էր, պաշտպանեց եւ այն զրկվածի վրեժն առավ, Եգիպտացուն սպանելով, կարծում էր, թե նրա եղբայրները կիմանան, որ Աստված նրա ձեռովը փրկություն պիտի տա, բայց նրանք չիմացան։ Եվ հետևյալ օրը երևեցավ նրանց, որ կռիվ էին անում եւ հորդորեց նրանց դեպի խաղաղություն ասելով. «Մարդիկ, դուք եղբայրներ եք, ինչու եք իրար զրկում»։ Բայց նա, որ ընկերին զրկում էր, մերժեց նրան եւ ասեց. «Քեզով կանգնեցրեց մեզ վրա իշխան եւ դատավոր։ Միթե դու կամենում ես ինձ էլ սպանել, ինչպես երեք Եգիպտացուն սպանեցիր»։ Եվ Մովսեսը փախավ այս խոսքի վրա եւ պանդուխտ եղավ Մադիամի երկրումը, ուր երկու որդի ծնեց, եւ երբ որ 40 տարի լրացավ, Սինա սարի անապատումը, Տիրոջ հրեշտակը երևեցավ նրան կրակի բոցով մորենումը։ Մովսեսը 40 տարի Մադիամի քուրմի ոչխարներն էր արածեցնում։ 40 տարի։
ոչինչով չէր զբաղված, հոգևոր ոչ մի գործունեություն։ Այս մարդը մի տարի չի, 2 տարի չի, 3 չէ, 10 չէ, 20 չէ, 30 չէ, 40 տարի։ Իմ ու քո համար սա մի ամբողջ կյանքի գրեթե կեսն է։ Եվ այդ 40 տարուց հետո հանկարծ Տերը իրան հայտնվում է։ Եվ ասում է հիմա ես քեզ ուզում եմ ուղարկել Եգիպտոս։ Չէ, ում ուզում ես ուղարկի, ոչինչ։ Անապատում մեկը կար, որի հետ աշխատանք էր տանում Աստված։ Տերը Իսրայելին փրկելու համար, ազատելու համար ամբողջների միջից չի հանում մարդու։ Նա առանձնության մեջ գտնվող մեկին գտավ, որին 40 տարի ընդամենը սովորեցնում էր ոչխարներ պահել, որովհետև ոչխարի հոտի պես ինքը պետք է Իսրայելին դուրս բերեր։ Բայց երբ որ Մովսեսը Իսրայելին դուրս էր բերում Եգիպտոսից, այնուամենայնիվ հաջորդ 40 տարին ինքը արդեն փորձառություն ուներ անապատով անցնելու։ Եվ ինքը դարձյալ մենակ մնաց։ Տերը ժողովքի խորանը, երբ որ Իսրայելը մեղք գործեց, հանել տվեց։ Ուշադիր լսեք, ժողովքի խորանը, որ ժողովրդի մեջ էր գտնվում ցեղերի 3, հարավ, հյուսիս, արևելք, արևմուտք, մեջտեղում խորանն էր։ Երբ որ Իսրայելը մեղք գործեց, Տերն ասեց խորանը հանի, թե չէ կխփեմ լրիվ, բոլորին կոչնչացնեմ։ Առանձնացրեց, տարավ առանձին դրեց եւ նա կոչեց վկայության խորան։ Քո փրկության հետ վտանգած կարող են լինել քո շրջապատում եղողները, բայց Մովսեսը մնաց անհատ։ Եվ այսպես Տերը անապատից կանչեց Մովսեսին։ Տերը անապատից կանչեց Դավիթին, նույնպես ինքը գառնարած էր։ Մեկը, որ նույնիսկ հորտան մեջ անճանաչ էր։ Հեսեի տունը կրոնական իր բոլոր սովորություններով որևէ խնդիր չուներ եւ Սամվելը կհանդիմաներ Հեսեն։ Հեսեն պատվավոր, կրոնավոր Իսրայելի մեջ հավատավոր մեկն էր։ Սակայն Տերը ոչ թե այդ միջավայրից ընտրեց նրան, ում որ ուզում էր թագավոր կարգեր, այլ առանձին մինչ որ պատանյակի։ Այնուհետև երբ որ մենք շարունակում ենք Հովհաննես Մկրտչին ենք տեսնում, անապատում կանչողի ձայնն էր։ Այս անձնավորությունն էլ մնաց որպես անհատ։ Նա անապատում էր գտնվում։ Եվ Տիրոջ խոսքը այնտեղ եղավ եւ ոչ թե տաճարում։ Ժողովուրդը տաճարել էր գնում, բայց գրված է, որ խորն բազմության ողջ Երուսաղեմը Հորդանան էր դիմում։ Որովհետև այդ կրոնն այլևս իրենց կյանք չէր կարող տալ։ Ամենքի սպասումը Մեսիան էր։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը նույնպես փորձվեց անապատում։ Եվ երբ անապատից ինքը դուրս եկավ, Աստծո խոսքն ասում է, հրեշտակներն իջած սպասավորում էին իրեն։ Դուք կարիքն ունեք անապատն անցած սպասավորների։ Դուք կարիքն ունեք այն անձանց, ովքեր որ սովոր են իրենց ներքին սենյակում ողբ ու աղաղակ բարձրացնելու։ Մենք այսօր կարիքն ունենք աղոթելու, որ նման սպասավորներ վեր հառնեն մեր երկրում։ Եվ այդ ներքին սենյակը քո հենց այդ անապատն է։ Արդյոք դու քո ներքին սենյակը ունես։ Արդյոք դու պատրաստ ես իսկապես գնալու անապատ։ Գրված է դուրը գոցիր, ոչ մեկին մի տար այնտեղ։ Եվ այնտեղ դու եւ Աստված մենակ եղեք։ Այսօր իմ կոչն է մանավանդ շաբաթ օրը առանձին նստողների համար, որ մի փոքր նրանք շահեկան վիճակում են։ Որովհետև եթե դուք ի վիճակի չեք հարանվանական պաշտամունքների մասնակցելու, Տերը ձեզ հետ անհատապես է ուզում գործել։ Բայց երբ ես ասում եմ անհատապես, ես նկատի ունեմ, որ երբեք այդ դուրը գոցելու հետ միասին թույլ չտաք, որ աշխարհից որևէ բան այդ սենյակում լինի։ Դուք եւ Աստված։ Եվ անկեղծորեն ձեր երկրպագությունն ու պաշտամունքն ունեցեք Աստծո առջև բերելով ձեզ։ Երկրոց 3-րդ գլուխ 6-րդ խոսքն եմ ուզում լսենք։ Ով է սա, որ վեր է գալիս անապատիցը, ծուխի սյուներին նման,
խնկված զմուրսով ու կնդրուկով, բուրավաճառի ամեն տեսակ փոշիներով։ Ով է սա, որ վեր է գալիս անապատից։ Սա շատ հրաշալի խոսք է, որ անձնավորությունը իսկապես պետք է մի հատ գիտակցի։ Աստված քեզ հոգևոր շնորհներով ուզում է ինքը զարդարի քեզ ծածուկում, ինչպես Առաքյալը նաև ասում է այդ մասին, որ հրյան նա չէ, որ դրսևանց է, այլ նա, որ ծածուկումն է։ Նույն Երկերկոցի 8:5-ում կարդում ենք. Սա ով է, որ վեր է գալիս անապատիցը, կռնած իր սիրողի վրա, քեզ խնձորիների տակին զարթնեցրի, այնտեղ էր ծնել քեզ քո մայրը, այնտեղ էր ծնել քեզ քո ծնողը։ Սա ով է, որ վեր է գալիս անապատիցը, կռնած իր սիրողի վրա։ Այո, սիրելիներ, Տիրոջ եկեղեցին ծածուկումն է ստեղծվում։ Եվ նա տեսանելի դաշտում, հարանվանական տեսանելի դաշտում չի ձևավորվում, որ տեսողական խաբկանքով տարված շատ հավատացյալներ այսօր մտածում են, որ իրենք են որ կան, եւ չափորոշիչը իրենց սա է, իրենց հրաշալի երկրպագությունը, իրենց հրաշալի հույվները, բայց ոչ Քրիստոս անձամբ, որի հետ պետք է կապ ունենան։ Սա մեծ մոլորություն է եւ ես ուզում եմ, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը, մեզանից ամեն մեկը զգուշանա հանկարծ Քրիստոսին այն տեղը, որ պետք է տրվի ու պատվի, չլինի հանկարծ ուրիշ մի բան դրա տեղը զբաղեցրած լինի սեներ։ Մեր Աստված, Աստծո ասում է նախանձոտ Աստված է։ Եվ ամեն ինչի հիմքում ընկած է սա։ Ես ունեմ այդ նախանձավորությունը, ես հավատում եմ, որ ներքին սենյակում կարող եմ Աստծո հետ խոսել, ես հավատում եմ, որ այդ ներքին սենյակի մեջ Աստծո հետ ներդաշնակ հաղորդակցություն կարող եմ ունենալ, թե չէ։ Թե մեծ բան է պահանջում կամ եղբայրը։ Նորից եմ կրկնում, մի խաբվեք։ Մի խաբվեք, ձեր միջավայրերում դուք հնարավոր է շատ հրաշալի են ընկալումներ ունենաք ձեր պաշտամունքների, բայց դուք մեռած մարդ լինեք, որովհետև հոգին չկա, հոգին չի գործում։ Դու մի մեղադրի մյուսներին, դու քեզ նայի, անձամբ քո մեջ տես, Աստծո հոգին է կենդանացնողը գրված է։ Եվ եթե այսօր Աստծո հոգին քեզ կենդանության որևէ նշույլ չի տալիս, դու ուրեմն մեռած մարդ ես։ Բայց Տերը քեզ սիրում է, Տերը այսօր ուզում է, որպեսզի իրական դու ճշմարիտ իր հետ հաղորդ եղող Աստծո զավակը առաջի ձեռից, հենց իրանից էլ առանց լինես այն, որ քեզ համար ինքը վաղուց որոշել է։ Լավ, քանի տարի պիտի անցնի դեռ, որպեսզի դու այս ճշմարտությունը հասկանաս, որ Աստված քեզ համար օրհնյալ բաներ ա որոշել, եւ դա միայն իր ձեռքից պիտի առնես։ Ոսիա մարգարեության մեջ այնպիսիները, որոնք որոշված են Տիրոջ շնորհքի մեջ առատապես ապրելուն, այսպիսի խոստմունք ա գրված։ Սրա համար ահա ես նրան կհամոզեմ եւ նրան կտանեմ անապատը եւ կխոսեմ նրա սրտի հետ։ Ես նրան կհամոզեմ եւ նրան կտանեմ անապատը եւ կխոսեմ նրա սրտի հետ։ Օ երանելի է այս մարդը։ Երանելի է, որ Աստծո ձեռքը կմեկնվի իրեն եւ կվերցնի ու կառանձնացնի ու կասի հիմա ես քեզ էստեղ բաներ ունեմ ասելու։ Ես համոզված եմ, եթե գետ մեկ անգամ Տիրոջ հետ հանդիպեք, եթե Սուրբ Հոգին ձեր վրա իշխնի ու դուք լցվեք Սուրբ Հոգով, մի վայրկյան անգամ այն ինչ որ երեք, այն ինչ որ մի ժամ առաջ է իրանում, երբեք չես մտածի, որ ճիշտ է իրանում։ Որովհետև Աստծո Սուրբ Հոգին ճշմարիտ գնահատականը քեզ կտա։ Եվ այսպես սիրելիներ, այսօրվա իմ խոսքից նպատակը սա է. ներքին սենյակը մտեք եւ դուռը գոցեք եւ անկեղծ ձեր սրտերը բերեք Տիրոջ առաջ, եթե պետքա ծոմով։ Տերը հեռու չի ձեզանից։ Արթնություն եք ուզում, քիչ առաջ ասում եք այդ մասին։ Ինձ հարց էր տրվում։ Բանաձևը սա է. մեզանից ամեն մեկը մտնի իր ներքին սենյակը որպես անապատ։ Դրսում թողի ամեն բան, ինչ ունի, ինչ պատկերացումներ ունի։
Գիտեք, մի երկրում արթնությունը երբ սկսեց, երբ հովիվը փակեց ժողովարանի դուռն ու ասեց գնացեք, ոչ մի հատ էլ չեք գալու, կիրակի օրը ոչ մի պաշտամունք չի լինելու։ Գնացեք ամեն մեկը ձեր տներում ու Տիրոջը կանչեք։ Եվ անցավ 1-2 ամիս, եւ ժողովուրդը սկսեց ողբալով Տիրոջ առջև գալ։ Այո, նման բաներ արել են մարդիկ, հասկացել են։ Ես հիշում եմ Էրլո Շտեգենի մասին, որ Աֆրիկայում շատ հզոր արթնության պատճառ եղավ, Աստված այս մարդուն օգտագործեց, եւ ես իր գիրքը նամակով եմ ստացել, արթնությունը սկսում է ինձանից, Հայաստանում առաջին գիրքը ռուսերեն, Пробуждение начинается с меня, ինքն ուղարկել էր ինձ, իր միսիան ուղարկել էր ինձ։ Երկու հատ գիրք ստացա ու տարա ավակ եղբայրներին ցույց տվեցի, կարդացին, հիացան, խնդրեցին ու արդեն արկղերով ուղարկեցին այդ գրքերից։ Այդ եղբայրն ասում է, որ մեր եկեղեցիներում ոչ մի արթնություն ու շարժ չէր տեղի ունենում։ Եվ մի օր ես աղոթք էի անում, Տեր Աստված, ի՞նչն է պատճառը։ Եվ Աստված ասում է, ինձ ցույց տվեց, որ ես ծունկի եմ եկել, ես մեջքի կողմից ավելի ճիշտ ես շտապեցի ասեմ, ասում ես տեսա մեր եկեղեցում մեկը որ ծունկի էր եկել եւ ինքը էս մի կուրքի առաջ էր աղոթում, այն մի կուրքի առաջ էր աղոթում, այն մի կուրքի առաջ եւ այդպես անդադ կուրքերի արչեվով այդպես աղոթում էր։ Ես ասեցի Տեր Աստված, ոնց թե մեր եկեղեցում կուրքեր կան, բայց այդ անձնավորությունը այդ կուրքերի առաջ աղոթում է, ասում ես ասեցի մի հատ երեսը ցույց տուր տեստեմով է, ասում երբ որ շրջվեց տեսա ես եմ։ Եվ Տերն ինձ ասեց, դու մարդահաճո ծառայություն ես մատուցում, դու այս ժողովրդին ինձի չես ուղում, հասկանում եք, և դրանից հետո ինքը փակում է ժողովարանը, ինքն է գնում ծոմերով, աղոթք անելով ապաշխարում և եկեղեցին էլ արթնանում է։ Սեներ հոգին է կենդանացնողը, և դա ճշմարիտ է ոչ թե ուղղակի դեկլարատիվ հռչակումով, այլ պրակտիկորեն։ Եթե մենք Աստծո հոգուն շարունակաբար երկյուղով տեղ տանք, ապա այդ հոգին մեր ամենօրյա կյանքը իրական հոգևոր կյանք կդարձնի։ Տերը օրհնի ձեզ, ես ուզում եմ լսել ձեզ, եթե կան գրառումներ, եթե կան հարցեր, այսօր մենք սա հանդիպում էր իմ լսարանի հետ, բայց ես ձեզ ասել եմ, եթե ունեք ասելիք, խնդրեմ, ես պատրաստ եմ լսելու ձեզ, մենք ունենք առատ նյութեր բոլոր հարցերի վերաբերյալ գրեթե, իսկ ինչ էլ որ չենք ունենա, շատ խոնարհաբար կարող ենք ասել չգիտենք այդ հարցերի լուծումը, բայց եթե ձեզ ուզող խնդիրներ կան, խնդրեմ լսում եմ, պատրաստ եմ հաղորդակցվել։ Ուրախ եմ մեր Facebook-յան ընկերներից էլ, որ այսօր մեր հետ մասնակից են առաջին անգամ, այսուհետ նաև կրկնվող բնույթ կկրի, 1400-ից ավել մենք ընկերներ ունենք, հոգևոր դաշտի կարծում եմ, և հուսացած եմ, որ ապագայում էլ այլ ավելի մտահոգությունները կկիսեն մեր հետ և մենք միաբան աղոթների մեջ կլինենք։ Չունենք էլ ասելիք սերներ, այոնակ ինչ հարցեր են ձեզ ուզում, տարբեր հարանվանություններից եք թերևս լսում, գուցեև ինչ որ մի բաներ այդպես էլ հարազատ չի ձեզ լսում եք, բայց ասենք խոնարհաբար կամ էլ այդպես հարգանքից ելնելով, այդպես ձեր համոզմունքները ձեր մեջ պահելով ոչինչ չեք ուզում մեր հետ կիսվեք, դա էլ ձեր իրավունքն է, ես ոչինչ չունեմ ասելու, բայց միաժամանակ պիտի ասեմ մեր հաղորդակցությունները պետք է արդյունք ունենան, եթե դուք ոչինչ չեք կարող առնել, ոչինչ չեք կարող ձեզ փոխանցել, ուրեմն անիմաստ է մեր հաղորդակցությունը, շփումը, եթե չունեք գրառումներ։ Աստված օրհնի ձեզ, ես ուզում եմ սրանով ավարտել, եթե ասելիք չունեք, կարող եմ սպասել մի փոքր, գուցե իսկապես որոշների հետ այնուամենայնիվ այս թեման ձեզ հետաքրքրեց եւ ուզենայիք ասել, ես մի բան էլ ձեզ ավելացնեմ, որ Պողոս Առաքյալը մի բառ է օգտագործում եւ ասում է չեմ ասում թե հասել եմ, այլ մի բան գիտեմ եւ չեմ էլ ասում թե կատարյալ եմ, այլ մի բան գիտեմ, որ յետի բաները թողած, առաջի բաներն եմ նկարդում։ Առաջի բաները։ Հիմա այս անձնավորությունն ասում է չեմ ասում թե ես հասել եմ։ Ֆիլիպեցից 3:14-ը ես սիրում եմ այս համարը շարունակ ներկայացնել, որովհետև այդ բառը նպատակ բառը միայն առաքյալն է օգտագործում ամբողջ նոր կտակարանում, բացառությամբ իրենց արժև նպատակ դրածները, որ Պողոսին ուզում էին սպանեին ծոմ վերցրին, այդ բառը օգտագործվել է միայն մի տեղ կա գրված,
որ Պողոսը բացահայտում է իր նպատակը որն է։ Եվ ես այսօր ուզում եմ հարց տալ քեզ, քո նպատակը որն է։ Եթե դու ինչ որ ձևով ուղղակի ինձ հստակ ուզում ես ասել, շտապելով, որ թե որն է իմ նպատակը, երկինք գնալն է, հավիտենական կյանքի մեջ գնալն է եւ այլն։ Եթե այսօր Տերն ասի լավ, ես լսեցի քեզ, այսօր ուզում եմ երկինք տանել, դու կհամաձայնես։ Հա? Ապա արձագանքեք, կան մարդիկ, որոնք պատրաստ են, եթե այսօր Տերն ասի, եթե նպատակը երկինքն է, այսօր ես քեզ երկինք եմ ուզում տանել, դու կուզենաս գնաս երկինք, թե ոչ, կուզես ավարտվի քո կյանքը երկրի վրա, թե դեռ ծրագրեր, պլաններ ունես։ Ֆիլիպեցից 3:14-ից մի փոքր էսկոմ մենք լսենք։ Առաքյալ 13-ից ասում է, եղբայրքս, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա, ետևի բաները մոռանալով դեպի առաջի լինողներն եմ նկարտում։ Հետևում եմ դեպի նպատակը, Աստծո վերին կոչումի մրցանակին, Քրիստոս Հիսուսումը, արդ, որոնքս կատարյալ ենք, այս մտածենք։ Դուք պատկերացնում եք, որ միայն վերին կոչումին փափագողը արդեն իսկ կատարյալ մարդ է։ Եվ այստեղ ասում է, արդ, որոնքս կատարյալ ենք, այս մտածենք։ Դե հիմա, եթե մյուսները չեն ուզում կատարյալ լինեն, թող չմտածեն սրա մասին։ Եվ եթե մի բան էլ ուրիշ կերպով մտածենք, այն էլ Աստված կհայտնի մեզ։ Միմիայն թե ինչ որ հասանք, նույն կանոնով վարվենք, նույնը մտածենք։ Հետևաբար սիրելիներ, նպատակի խնդիր է կա դրված։ Ամեն օրվա նպատակը մեր երկինքն է։ Ամեն օր մենք երկնքով ենք ապրում։ Իսկապես մենք երկինք ենք ուզում գնալ։ Ես հավատում եմ, նրանք ովքեր որ շարունակաբար իրենց նպատակը երկինքը դարձած կնեն, Աստված էլ ավելի ու ավելի կկարճացնի այդ ճանապարհը։ Թող Տերը օրհնի յուրաքանչյուրից եներ, եթե չունեք դուք ասելիքներ, ես ընդամենը փակում եմ իմ խոսքս եւ բնականաբար արդեն իմ աղոթքի ընթացքի մեջ պիտի գնամ։ Ձեզ էլ բոլորիդ հորդորում եմ խորհել այս հարցի շուրջ։ Հոգին է կենթանարարը։ Եվ այդ հոգին իմ ու քո մեջ է, բայց այդ հոգին անձ է, այդ հոգին քեզ հետ խոսել է ուզում, այդ հոգին քեզ ուղղել է ուզում, այդ հոգին քեզ շտկել է ուզում, այդ հոգին քեզ քարոզչի, քարոզի մոլորությունը բացահայտել է ուզում, այդ հոգին քեզ ուզում ասել սա լսի են մեկը մի լսի, այդ հոգին քեզ առաջնորդում է ամեն հարցերում։ Եվ այսօր խիստ անհրաժեշտություն կա։ Անհրաժեշտություն կա։ Մենք անկեղծորեն մեզ այդ հարցը տանք, որքանով ենք մենք Աստծո համար կենդանի։ Ես ասացի, մենք կենդանի ենք այնքան, ինչքան հոգին մեր մեջ ապրում է ու գործում է։ Տերը բոլորիդ հետ հուսացած եմ, որ հաջորդ մեր հանդիպումներում ավելի աշխույժ կլինենք եւ Աստծո խոսքի շուրջ մենք ավելի, ինչու՞ չէ, եթե կան առաջարկություններ, ես պատրաստ եմ լսելու, եթե կան նաեւ աղոթքի առաջարկություններ, ես չեմ սիրում եթերով հրապարակային աղոթքներ անել, բայց եթե ցանկություն կա, մենք կարող ենք WhatsApp-ում խումբ բացել աղոթքի եւ այնտեղ միասին միաբանվելով աղոթք անել այս հարցերի շուրջ։ Խնդրեմ արձագանքեք, մենք պատրաստ ենք խումբ ունենալ ձեզ հետ միասին, մենք ունենք խումբ, WhatsApp-ում աղոթողների խումբ ունենք, բայց եթե դուք էլ ցանկություն կունենաք, այդ աղոթքի խմբին կարող եք միանալ։ Տերը օրհնի բոլորիդ, Աստված ձեզ հետ։